Հրապարակը գրում է. Նիկոլ Փաշինյանն ու իր խմբակը մի կողմից շարունակում են բորոտախոսել, թե իրենք թիվ 1-ն են, անմրցել են եւ ունեն ժողովրդի վստահությունը, մյուս կողմից շարունակում են ճնշումներն ու հետապնդումները քաղաքական մրցակիցների եւ հատկապես Սամվել Կարապետյանի գլխավորած Ուժեղ Հայաստան կուսակցության ներկայացուցիչների նկատմամբ։ Թերթը տեղեկացել է, որ մայիսի 25-ին ուժեղների տաշիր այցելության օրը մի քանի ժամում քաղաքում ավելի քան 100 հասցեներում խոզարկություններ են արվել, մարդկանց բերման ենթարկել։ Թերթը ուշագրավ է համարում այն, որ իրավապահներն անգամ հաղորդագրություն չեն տարածել այդ մասսայական խոզարկությունների մասին, ինչը եւս վկայում է, որ իրականում դրանք եղել են անհիմն եւ բացառապես մարդկանց աչքը վախեցնելու, ընդդիմադիր ուժի հավաքից հետ պահելու նկրտումներով։ Հրապարակը գրում է. Իշխող ուժի ամփոփիչ հանրահավաքը տեղի կունենա հունիսի 5-ին։ ՔՊ-ն արդեն քանի օր է մարտական պատրաստվածության է բերվել։ Հրահանգվել է բոլոր մարզպետերին, որ իրենց ենթակայությամբ գործող հիմնարկների աշխատակազմերին մեկ մարդու պես լցնեն ավտոբուսներն ու բերեն Երևան, որ պետք է հակադրվողներին սպառնալ աշխատանքի կորստով։ Նույնն էլ կարվի մայրաքաղաքում, ինչպես նաև մարզային համայնքային շտաբների պետերը ներկայացուցչական կազմերով հավսար զգաստ պետք է կանգնեն հանրապետության հրապարակում, որտեղ նշանակված է հանրահավաքը։ Ասվել է, որ պետք է կրկնել 2018-ի հրապարակը, մարդկանցով լեփլեցուն նկարներ ստանալ ու ընտրությունից 2 օր առաջ հոգեպես ջարդել թե ընդդիմությանը, թե նրանց կողմնակիցներին։ Ժողովուրդը գրում է. կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը հրապարակել է ԱԺ ընտրություններին մասնակցող կուսակցությունների եւ դաշինքների բանկային հաշիվների ֆինանսական միջոցների շարժերի վերաբերյալ տեղեկանքը 20.05.2026-ից 22.05.2026 ժամանակահատվածի համար։ Տվյալները ներառում են կուսակցությունների մուտքերը, ելքերը, նվիրատվությունները, վարձակալական ծախսերը, հարկերը եւ հաշվային մնացորդները։ Հրապարակված տվյալների համաձայն ամենախոշոր ֆինանսական շարժը արձանագրվել է քաղաքացիական պայմանագիր կուսակցության մոտ։ Կուսակցությունը ստացել է 85.476.600 դրամ նվիրատվություն 191 անձից, ինչպես նաև 144.300 դրամ անդամավճար եւ 18.977.600 դրամ պետական ֆինանսավորում։ Ելքերը կազմել են 120.337.160 դրամ, որի հիմնական մասը 120 միլիոն դրամ փոխանցվել է նախընտրական հիմնադրամ 70.226 թվականի մայիսի 21-ին եւ 50 միլիոն մայիսի 22-ին, ինչպես նաև ներառել է 5.586.000 դրամ հարկային վճարներ։ Կուսակցության բանկային մնացորդը կազմել է 78.336.889 դրամ։ Հրապարակը գրում է. Մարտի 6-ին ԱԱԾ շենքի դարպասների ուղղությամբ մոլոտովի կոկտեյլ էր նետել 31-ամյա Ռաֆի Մանդալյանը։ Դատարանը բավարարել էր նրա նկատմամբ 2 ամսով կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու մասին միջնորդությունը։ Իրավապահները նրա գործողությունները որակել էին որպես ահաբեկչություն։ Տղամարդու նկատմամբ հարուցվել էր հանրային քրեական հետապնդում քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի առաջին մասով։ Թերթը տեղեկացել է, որ դատարանը 2 ամսով կրկին երկարաձգել է Մանդալյանի խափանման միջոցը։ Նա շարունակում է կալանքը կրել Նուբարաշեն քրեակատորողական հիմնարկում։ Վաղն էլ նախաքննական մարմինը պատրաստվում է նախաքննության ավարտ հայտարարել գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկել դատախազին, որպիսի վերջինս հաստատի եւ ուղարկի դատարան դատաքննության։ Մանդալյանը գործով միակ մեղադրյալն է, ըստ լուրերի գործի ընթացքում հարձակվվել է նաև նրա հայրը, որի հետ էլ նա ապրելիս է եղել։ Հայրն ասել է, որ որդին ունի հոգեկան առողջական խնդիրներ, ինչը դրսևորվել է նրա վարքագծում համատեղ կենցաղ կիսելու ընթացքում։ Ռաֆիի պաշտպան Հրաչ Առաքելյանը թերթին ասել է, որ քննիչին միջնորդել են դատահոգեբանական փորձակնություն նշանակել, սակայն մերժվել է, քանի որ հարցում են արել եւ տեսել, որ հոգեկան խնդիրներ ունենալու հետ կապված փաստաթղթեր առկա չեն, որևէ կենտրոնում հաշվառված չէ։